Շնորհակալ եմ մեծարգո վարչապետ հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի պետական բյուջեում վերաբաշխում փոփոխություն եւ լրացումներ, ինչպես նաեւ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի 2060 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է կառավարության միջոցներից 2.9 միլիարդ դրամ ուղղել ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի եւ պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման միջոցառման բնականոն ընթացն ապահովելու համար առաջարկող նախագծով նախատեսված է միջին նորոգման ճանապարհները նախատեսված ընդհանուր երկարությունը 58 կիլոմետր է։ Խնդրում եմ հաստատել, միաժամանակ ասեմ, որ աշխատանքները տարբեր փուլերում են գտնվում, դրանց մի մասը արդեն ավարտված են, մյուս մասում մնացել են իրականացնելու գծանշման աշխատանքներ եւ օգտվելով առիթից կուզեմ ասել, որ արդեն 2025 թվականի ընթացքում 400 կիլոմետր ճանապարհ այս պահի դրությամբ մենք նորոգել, հիմնանորոգել, կառուցել եւ ավարտել ենք արդեն այս պահին։ Շնորհակալություն։ Այսինքն այս տարի 500 կիլոմետրը կարողանում ենք իրատեսորեն հասցնել։ Ամբողջովին, պարոն վարչապետ, նախատեսվածից ավելի շուտ կիրականացնենք, մենք պլանավորում ենք, որ նոյեմբեր ամսին արդեն կավարտենք աշխատանքները, փաստացի 100 կիլոմետր է մնացել, որից մոտավորապես 40 կիլոմետրի ներքին շերտն ամբողջությամբ պատրաստ է, դեկտեմբերին ասֆալտ չենք անի։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, ես նկատել եմ, որ վերջին շրջանում այցերի ընթացքում ես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հետ ըստ էության հաղորդակցություն չեմ ունենում, որովհետեւ պարոն Պապիկյանը կհիշի, կամ Սանոսյանն էլ կհիշի 2018 թվականից ես երբ որ որևէ ուղղությամբ որևէ այցի գնում էի, դա տասնյակներով ձայնային եւ տեքստային հաղորդագրություններ, հիմա ըստ էության Խուդացյանին համարյա բան չեմ գրել, վերջին անգամ եղել է մի անգամ Դիլիջանի ճանապարհի հետ կապված, այսինքն սա նշանակում է, որ իսկապես ես Հայաստանի ներսում էլ շատ եմ ճամփորդում եւ ակնհայտ է, որ մենք ճանապարհային ցանցի որակի էական փոփոխություն ունենք, բայց իհարկե այստեղ էլ ընդհանուր առմամբ արդեն գալիս է մեր ստանդարտի հարցը եւ նաեւ աշխատանքը այնպես կազմակերպելու հարցը, որ մենք վստահ լինենք, որ ունենք մեխանիզմ, որպես մեր ճանապարհները չհասնեն այն վիճակին, որ նորից մենք սկսենք այդ վիճակից վերել ավելի լավ վիճակի։ Իմ զգացողությունն այն է, որ որակի հարցում մենք որոշակի փոփոխություն ունենք, բայց նաև մեր տեսադաշտում պետք է լինի ճանապարհային ստանդարտի հարցը, որովհետև որակի առումով օրինակ շատ երկրների հետ, երբ որ արդեն համեմատում եմ, այդ թվում ԵԱՏՄ երկրների հետ համեմատությունը մենք դեռ չենք հասել ճանապարհաշինության այդ որակին։ Իհարկե Հյուսիսարավի վերջի կտորը բացառություն է, ես նկատի ունեմ ոչ միջազգային ծրագրերով մեր կողմից, չնայած Հյուսիսարավի այս կտորներն էլ են, չէ՞, մեր շինարարներն են կառուցել, համեցեք։ Պարոն վարչապետ, վերջին կտորը, որի մասին Շիրակ կատարած այցի ժամանակ զեկուցել եմ ձեզ, տեղական կազմակերպություն է իրականացել եւ բավականին որակով։ Դե այստեղ պետք է հասկանանք, ես նկատի ունեմ արդեն ճանապարհների որակական ստանդարտը ավելացնելու մասին ավելի ամբողջական մտածելու ժամանակն է եւ հիմա հույս ունեմ բոլոր մակարդակներում ներառյալ սուբվենցիան մենք արձանագրեցինք, հա այդ բանին երբ որ մենք խոսում ենք դպրոցը ինչ է, եթե լաբորատորիա ունի ֆիզկուլտուրայի դահլիճ, նույնն է ճանապարհ։ Մենք պետքա բան անենք, այդ եթե մենք ասում ենք ճանապարհ են կառուցում, ինքը պետքա կահավորում գծանշում մեջն է, էլի հազար ներողություն այդ կենցաղային օրինակը բերեմ, ոնց որ պիջակ առնենք, կոճակ ու գրպան չունենա։ Հա սկզբունքորեն կարանք ասենք պիջակա, բայց պիջակը այդ չի, չէ, պիջակ ասված է ինչ որ մի հատ կոնկրետ բան է նշանակում, որը ամբողջության մեջ է, չի կարող մի թևը չլինի օրինակ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, մեր կողմից կառուցվող 500 կիլոմետր ճանապարհային ցանցը ամբողջությամբ կահավորված է ուրեմն երթևեկության նշաններով, որոնք նաև փորձարկումների են ենթարկվում մեր լաբորատորիայի կողմից, ամբողջությամբ գծանշված է Thermoplex գծանշմամբ, բացառությամբ այս տարի, այսինքն այս տարի պլանավորում ենք 480 կիլոմետր Thermoplex-ով գծանշել, բացառությամբ Մեղրու Լեռնանսկի ճանապարհը, որտեղ ձմեռը
ինտենսիվ սպասարկում է պահանջում եւ ինքը տեխնիկայի աշխատանքով մաշվում է թերմոպլեքսը։ Կատ ունեմ նաև սուբվենցիոն ծրագրերի մեջ մենք արդեն պետք է նաև գծանշումները հաշվի առնենք։ Իհարկե այնտեղ որտեղ փողոցները սալիկա պատում է, այդտեղ ես չգիտեմ լուծումը նույնը ակնհայտորեն չի կարող լինել այդ տուֆով սալիկա պատման վրա գծանշում։ Պետք է նայել աշխարհում ոնց է։ Այսինքն երկրներ կան, որ դա արդեն այն աստիճանի ստանդարտացված է, որ պետք է վերցնել այդ երկրների ստանդարտը եւ այդ ճանապարհով գնալ։ Շատ լավ, ես կան դիտարկումներ թեմայի հետ կապված։ Եթե չկան, ես թվարկեմ այն ճանապարհները, որոնք հիմա այս փաթեթով ֆինանսավորում ենք, խոսքը միջին նորոգման մասին է, ճիշտ է, պարոն Ղուդացյան։ Երևանից դեպի Պրոշյան աջ եւ ձախ գոտիների 5 կիլոմետր հատվածի միջին նորոգում մեկնարկում են աշխատանքները։ Դա նշանակում է այս տարի ենք անելու։ Այսօր արդեն տեխնիկան տեղափոխել են այնտեղ, ճանապարհը կահավորել են շինարարության սկզբի հետ կապված եւ եղանակային պայմաններից կախված վաղը կամ մյուս օրը կսկսեն։ Այսինքն այս ծրագրերը բոլորը նախատեսում ենք այս տարի ավարտել։ Այո, հիմնական մասը արդեն ավարտված են, բացառությամբ մի քանիսի, որոնք կավարտվեն այս տարի։ Շատ լավ։ Երևանից դեպի Զվարթնոց օդանավակայանի Խաչմերուկ աջ եւ ձախ գոտիներ 6 ու 8 կիլոմետր աշխատանքները մեկնարկում են։ Ծաղուկից դեպի Սիսիան 1 կիլոմետր հատված աշխատանքներն ավարտված են։ Կապանից դեպի Ծավ 4.9 կիլոմետրանոց հատված աշխատանքները մեկնարկել են։ Մեղրից դեպի Ծավ 27 կիլոմետրանոց հատված միջին նորոգում աշխատանքներն ավարտված են։ Աշտարակից դեպի Բյուրականի տրանսպորտային հանգույց 16 կիլոմետր միջին նորոգում աշխատանքներն ավարտված են։ Գեղակերտից դեպի Աղավնատուն Ամբերտ Դաշտ 9.2 կիլոմետր հատվածի միջին նորոգում աշխատանքները մեկնարկել են։ Ագարակից դեպի Յաղդան Լոռու մարզի մասին է խոսքը, հատվածի միջին նորոգում լրացուցիչ գումար ենք հատկացում ջերմաթաղանթով հենց գծանշման համար։ Օձունից դեպի Արևածագ 14.8 կիլոմետր էլի գծանշման համար ենք գումար հատկացնում, Վայքից դեպի Զառիթափ եւ Մարտիրոս 9 կիլոմետր հատված Վայձորի մասին է խոսքը, գծանշման աշխատանքների համար է հատկացվում գումար, Արմավիրի մարզի Սարդարապատից դեպի Այգևան եւ Լենուղի 6.2 կիլոմետր հատվածում էլի ջերմաթաղանթով գծանշման համար է գումար հատկացվում։ Եվ Ծովագյուղից դեպի Ճամբարակ հատվածի միջին նորոգում աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։ Համեցեք։ Վերջի կտորը, պարոն վարչապետ, նախորդ տարվանից տեղափոխած աշխատանք է, որոշակի թերություններ ենք արձանագրել եւ շինարարը իր միջոցների հաշվին թերությունները կվերացնի, որից հետո այս 67.6 միլիոն դրամը կվճարենք։ Հասա ծրագրից ընդհանուր իրան չվճարած գումարն է, կավարտի, որից հետո նոր կվճարենք։ Հարգելի գործընկերներ, չզեկուցվող հարցերի փաթեթում մենք նաև սուբվենցիոն ծրագրեր ենք հաստատել, ես ուզում եմ դրանք նույնպես հրապարակել։ Արմավիրի մարզի խոշորացված համայնքի Մոնթեավան բնակավայրի հուշարձան պուրակի կառուցում, որը գտնվում է ավարտական փուլ, Եղարքունիքի մարզում Սևան համայնքի Սևան բնակավայրի Իսահակյան, Սայաթնովա, Աբովյան, էներգետիկների Կարմիր բանակի Սպանդարյան, Օրբելի, Սյունյաց, Ռուսական, Գեղամա փողոցների հիմնանորոգման աշխատանքներ, կատարված է աշխատանքների 95%-ը, Գավառ համայնքի Գավառ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում, ընդհանուր 8.5 կիլոմետր, որի 95%-ը արված է, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արճահովիտ, Նոր Խաչապակ, Կապ, Գեղասար, Քարաձոր, Սարալանջ, Լեռնանցք, Լեռնավան, Սարամեջ, Գոգարան, Ջրաշեն բնակավայրերի խմելու ջրի ցանցի վերանորոգում, հիմնանորոգում, ընդլայնում, Հարթագյուղ եւ Խնկոյան բնակավայրերում ջրամբարների կառուցում, Ծաղկաբեր բնակավայրում ջրահավաք ավազանի եւ ջրագծի կառուցում աշխատանքների 85%-ը արված է, ընդհանուր նախատեսվում է կառուցել 18 կիլոմետր երկարությամբ ջրագիծ,
1100 տնային տնտեսության համար։ Սյունիքի մարզում Կապան համայնքի Կապան բնակավայրի Ստեփանյան փողոցի մի հատվածի ասֆալտապատում 850 մետր, որի 95%-ը արված է, Վայոց-Ձորի մարզի Վայք համայնքի Սերս, Բարձրունի, Խնձորուտ նոր Ազնաբերդ բնակավայրերի փողոցների ասֆալտապատում ավարտված է, ասֆալտապատվել է 2.8 կիլոմետր ճանապարհ։ Ուրախ ենք, Խնձորուտի ճանապարհը կառուցել ենք, հիմա ներսն էլ փողոց արդեն ունենք ասֆալտապատված։ Շատ լավ է։ Տավուշի մարզում Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Բլբուլյան փողոցի 6, 71, 73, 77, 84-85 բազմաբնական շենքերի բակերի ասֆալտապատում 8467 քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ արվել է, ստեղ նշված չի արված են աշխատանքներն արդեն։ Այո, արված են, մարզպետը ասում է, որ արված են։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։